Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին հանդիպում Պետերբուրգում, ինչ են քննարկել երկու երկրի առաջնորդները ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Մեջքով հյուսիսին, դեմքով արևմուտքին, Ալիևը չի մասնակցում գագաթնաժողովին, բայց հարգելի են համարում Կրեմլում։ Հայ ռազմագերիների դիմաց սիրիացի վարձկաններ, ինչ կորոշի Երևանը։ Ադրբեջանական էժան բենզին Երևանում, Բաքվի ռեֆերանսը։ Տարածք զիջելով հակամարտություն չես լուծի, ԱՄՆ փոխնախագահի գնահատականը Ուկրաինայի զարգացումներին։ Ջրահեռացման հարցը թոփ թեմա Երևանում, երբ կլուծվի անլուծելի խնդիրը։ Դատական նիստը կա, վկաները չկան, անվերջանալի դատավարությունները։ Վիրահատական նշտարը ռոբոտի ձեռքին, առաջին անգամ մարդուն ռոբոտն է վիրահատել։ Եվ Երևանի փոսերից մինչև արտաքին գովազդ AI-ի թիրախում։ Բարի երեկո, արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցության համար եւ նշել, որ օգոստոսի 8-ին ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, ինչը արդեն տեղի է ունեցել, քանի որ գնացքներն արդեն տարանցիկ ճանապարհով անցնում են Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանով։ Վլադիմիր Պուտինը իր խոսքում ընդգծել է, թե նախորդ հանդիպմանը Հայաստանի վարչապետը հարցեր է բարձրացրել ոլորտների վերաբերյալ, որտեղ Երևանն ու Մոսկվան կարող են համագործակցել։ Այդ շարքում Պուտինը առանձնացրել է հին երթուղիների վերականգնումը եւ նորերի ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։ Իդեպ ոչ երեկ, ոչ էլ այսօր Ադրբեջանի նախագահը չկար Ռուսաստանում անցկացվող միջոցառումներում։ Այդ երկրի կառավարությունը հայտարարել է, թե Ալիևը խիստ զբաղված է եւ դա է չմասնակցելու պատճառը։ Մինչդեռ իրականությունը այլ է, հիշեցնում են հայ մասնագետները։ Այս կերպ փաստորեն Ալիևը նորից մեջքով շրջվեց հյուսիսին, դեմքով կանգնեց դեպի արևմուտքը, փորձելով ցույց տալ, թե Ռուսաստանի հետ դեռ ամեն բան իր տեղում չէ։ Ալիևին բնորոշ բնավորության համաձայն վերջին պահին գցել թիմակիցներին։ Այս անգամ էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Եվ որքան էլ Կրեմլը Պեսկովի շուրթերից հայտարարի, թե ըմբռնումով են մոտենում դրան, այնուամենայնիվ վերլուծաբանները, քաղաքագետները փաստում են։ Ընդհանրապես մինչև նմանատիպ հանդիպումները պաշտոնյաները քննարկում, պայմանավորվում են միմյանց հետ, եւ Ալիևի հերթական այդ քայլը ցուցադրական է դիվանագիտական ռևերանս արևմուտքին։ Նաև ցույց տալու համար, որ խնդիրները Ադրբեջանը լուծված չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում մեջ, երկրորդ հերթին բավականին լավ ռևերանս անում նաև Վաշինգտոնի ուղղությամբ, մի բան, որ արտաքին քաղաքական դիվանագիտական դաշտում կարելի է ասել լավ խաղ, ինչու՞ չունենք մեր պարագայում։ Ռուսաստան չմեկնելը Ադրբեջանի նախագահի կողմից ես կարծում եմ կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից եւ Ադրբեջանի ձգտումները ոչ թե երկրորդված դերակատար լինել, այլ հնարավորինս այսպես դիրքավորվել որպես առաջնորդող պետության ղեկավար։ Բացի այդ, դեռ շարունակվում են Ռուսաստանում ադրբեջանցիների, Ադրբեջանում էլ ռուսների նկատմամբ ճնշումները։ Ալիևը ցուցադրական ժեստեր է անում Ռուսաստանից ավելի մեծ զիջումների ակնկալիքով։ Հաջորդը արդեն Ալիև-Պուտին փոխհարաբերություններն են, որոնք ես կարծում եմ այն տպավորությունը, թե վատ հարաբերությունները անցյալում են եւ վերջին հանդիպումից հետո մենք կարող ենք տեսնել որոշակի հարաբերությունների ջերմացում, ես կարծում եմ հիմնավորված չէ, ավելին ներքին կոնֆրոնտացիան շարունակվում է եւ դեռևս առաջիկայում դա կշարունակվի։ Ռուսաստանը փորձում է իր ներգրավվածությունն ունենալ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման ապաշրջափակման առումով, եւ Ալիևը արևմուտքին ցույց է տալիս, որ ինքը դեմ է դրան, ի տարբերություն Հայաստանի, որը պատրաստ է ռուսների ներգրավվածության առումով քննարկման գնալ։ Հայաստանում այդ խոսունքը, նույն խոսունքը ներսում ներգրավման տեսակետից հանդես են գալիս դեմ, բայց ներքին այսպես լսարանի համար իսկ արտաքինում շարունակում ենք բանակցել եւ ռուսների հետ այդ հարաբերությունների առումով քննարկումներ այս պայմանությամբ տեղի են ունենում։ Այս ընթացքում նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հետ է կանչել դեսպան Քվինին։ Քաղաքագիտական համայնքն այսպես է բացատրում. նա Բայդենի վարչակազմից էր եւ ով է լինի ԱՄՆ նախագահի պաշտոնում, պետք է իր քաղաքական շահերն առաջ տանի։ Թրամփը ցանկանում է, որ անմիջական իր վարչակարգի ներկայացուցիչ
լրացուցիչը լինի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին մասնակից։ Այս պահին թրիփի ծրագրով որոշակի կոնկրետ գործողությունների մեկնակետ ենք, շրջափուլ ենք մտնում, որի ժամանակաշրջան ամենայն հավանականությամբ տրամաբանական է, որ պետք է լինի Տրամպի արճակազմի ներկայացուցիչ։ Ես կարծում եմ, որ այստեղ կա ամերիկյան ռազմավարության փոփոխության խնդիր։ Գիտենք, որ Տրամպի իշխանության երկրորդ շրջանը մասնավորապես այսպես հայտնի է իր American the First, այսինքն առաջ նախ Ամերիկան։ Այս կարգախոսով եւ կարծեք թե սա դարձել է Ամերիկայի համար ռազմավարություն եւ ես կարծում եմ, որ հաջորդ դեսպանները իրենց տարածքներում սպասարկելու են հենց առաջնահերթություն տալով ամերիկյան շահերին։ Հայաստանի իշխանությունները այս պահին հետևողականորեն տնտեսական եւ քաղաքական առումով թուլացնում են կախվածությունը Ռուսաստանից եւ այդ կախվածությունը մեծացնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հաշվին։ Եվ ըստ վերլուծաբանների, եթե լոգիստիկ տնտեսական առումով պետությունը կապվում է այլ երկրների հետ, ապա ինքնաբերաբար հայտնվում է այդ պետությունների առանցքում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված Հայաստանում ՑՄԱ դատապարտված սիրիացի վարձկանների հարցը կրկին օրակարգ է բերում Բաքուն։ Առաջարկում է վարձկաններին փոխանակել հայ ռազմագերիների հետ, սակայն իրավապաշտպանը հիշեցնում է, որ վարձկանը ռազմագերի չէ եւ ճիշտ էլ չէ հավասարության նշան դնել նրանց միջև։ Ի վերջո, ինչ դիրքորոշում կորդեգրի պաշտոնական Երևանը եւ քանիսի դիմաց է քննարկումը։ Էդուարդ Պողոսյանի անդրադարձը։ Ալիևը սիրիացի վարձկաններին է հիշել նրանց, ում 2020-ին առանց որևէ փաստաթղթի Թուրքիայի տարածքով հասցրել էր Ադրբեջան, այնուհետև 2000 եւս $100 էլ յուրաքանչյուր հայի գլխի համար խոստանալով ուղարկել Արցախի դեմ պատերազմի։ Նրանցից երկուսն այժմ Հայաստանի բանտերում են, պատիժը պետք է կրեն մինչև կյանքի վերջ։ Ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի, Բաքուն հայկական կողմի հետ քննարկում է հենց նրանց հայ ռազմագերիների հետ փոխանակելու հարցը։ Ոչ թե վարձկաններով հենց Ադրբեջանն է հետաքրքրված, այլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան, որի ազդեցությունը մեծացել է Սիրիայում, եւ ընդհանրապես Ադրբեջանը միջնորդավորված այն պետությունն է, որը կարող է այս խնդիրը լուծել դաշնակից երկրների համար։ Այլապես կարծում եմ այս վարձկանները հենց Ադրբեջանի համար չպետք է հետաքրքրություն ներկայացնեին։ Հաշվարկնելու վերջերս թուրքական զորքերը մտել են Քրդաբանակ 3 շրջաններ, ճիշտ է։ Սա քարոզչական դաշտում գործընթաց է, որտեղ Թուրքիայի շահի սպասարկողը շատ ոլորտներում, այդ թվում նաև այդ ոլորտում Բաքուն է։ Վարձկանահաբեկիչները ռազմագերի չեն համարվում, քանի որ ըստ էության խախտել են անգամ զինված ընդհարման մասնակցելու թույլատրելի կանոնները, որոնք մարդասիրական իրավունքն է սահմանում։ Իրավական փորձագետն է նշում, Աննա Մելիքյանն ասում է, վարձկանների դեպքում, եթե քրեական արդարադատության շրջանակում խոսենք, ապա հայկական կողմը նույնիսկ պետք է համապատասխան երաշխիքներ ստանա, համաձայն որոնց այդ անձինք շարունակելու են կրել իրենց պատիժն այնքան ժամանակ, որքան ընդունելի կլինի մեր օրենսդրությամբ։ Այս դեպքում իրականում փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման կամ կոնֆլիկտով պայմանավորված ազատությունից զրկված անձանց կամ հայրենադարձության կամ փոխանակման գործընթացները ոչ թե միջազգային իրավունքի շրջանակներում են տեղ ունենում, այլ քաղաքական պայմանավորվածություններ եւ ըստ էության, եթե առանց նման երաշխիքների հանձնվեն, կստացվի, որ մենք անտեսում ենք եւ մեր միջազգային պարտավորությունները եւ այդ թվում նաեւ այո ներպետական դատարանի ոճատեսակ։ Այսուհանդերձ մասնագետներն այն համոզմունքն ունեն, որ հենց հայկական կողմը պետք է օգտվի իրավիճակից, երկու վարձկանը քանիսի դիմաց։ Միջազգային դատարաններում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանի խոսքով Ադրբեջանը վերջին տարիներին մշտապես քանակական հավասարության է ձգտել, այսինքն թվային հավասարակշռությունը արհեստական գերադասել ու անտեսել, թե ով ինչ արարք է գործել։ Կարծում եմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը քննարկումից դուրս է, հասկանալի է, որ ռազմագերում պահելը ունի իրավական հիմքեր եւ պատերազմական հանցագործությունը, մինչդեռ հանցագործներին անպատժելիություն տալը դա կյանքի իրավունքի խախտում է եւ մենք այստեղ չենք կարող հավասարություն ունենալ։ Իմ գնահատմամբ Ադրբեջանի իշխանությունները փորձել են որդեգրել երկուսը կամ առավելագույնը 3-ը երկուսի դիմաց մոտեցումը, ինչը անթույլատրելի է։ Իրականում այս վարձկանները դաշնակից երկրների համար շատ կարևոր են, նրանք այլ խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն են ունենալու, ուստի հայկական կողմը պետք է հասկանա նրանց արժեքը։ Ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը, ինչպես է պատրաստվում բանակցել, փորձեցինք ճշտել արտգործնախարարությունից, չարձագանքեցին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Ադրբեջանցիները պղծել են 17-րդ դարի Սուրբ ամենափրկիչ վանքը, որը գտնվում է Արցախի Տոնաշեն բնակավայրի մոտ։ 2024-25 թվականներին հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009 թվականի վերականգնման ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը։ Սուրբ ամենափրկիչ համալիրը ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ եւ օժանդակ շենք, խաչքարերով ու արձանագրություններով։ Սուրբ ամենափրկիչ վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ Արդեն որերորդ դեպքն է եկեղեցիների վնասման, ոչնչացված եկեղեցիների թիվը արդեն 7-ի հասնում է բռնազավթված Արցախի տարածքում։ Իսկ այլ գրություններ գրած եկեղեցիների պատերին կամ եկեղեցու մասնիկների վնասում, ինչպես 17-րդ դարի այս եկեղեցու հետ կապված էր, երբ որ մենք տեսանք եկեղեցու տանիքներ վնասված, եկեղեցու ներսում են որոշակի ձևախեղումներ արել։ Ադրբեջանական բենզինը վաղվանից վաճառվելու է Ռանոյլի բենզալցականներում։ Այդ բենզինը գնած Մեգատրեյդ ընկերության տնօրեն Կարեն Հայրյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ AI-95 պրեմիում տեսակի բենզինը վաճառվելու է 440 դրամով, այսինքն շուկայական ներկայիս արժեքից բավականին էժան։ Հիմա պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը 520 դրամ է։ Փորձագետների կարծիքով, սակայն, հարցը այստեղ վառելիքի արժեքը չէ եւ իմաստ չունի քննարկել դրա գնի արդարացված կամ չարդարացված լինելը։ Խնդիրը քաղաքական է, այսինքն վառելիքը Ադրբեջանի համար Հայաստանի ներսում հանրային տրամադրությունների վրա ազդելու համար կիրառվող գործիք է ընդամենը։ 1000 տոննայի մեջ իրանց այդ ծախսը, ես միջի այդ կոպեկները, այդ նույն գումարի տալու շատ գումարներ, նրանք ծախսում են զանազան եվրոպական չինովնիկներին կաշառելու համար։ Իրանք փորձում են Հայաստանում ձևավորել Ադրբեջանի նկատմամբ դրական իմիջ։ Խաղացան գալու այդ իրանց թեմատիկան, որ կա, այդ թեմատիկային զուգահեռ ընդհանրապես ոչ ռազմատենչ, բարի տրամադրված ադրբեջանցու հետ շփման ընդհանրեն քաղաքականությունը։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Տարածք զիջելով հակամարտություն չես լուծի, ԱՄՆ փոխնախագահի գնահատականը Ուկրաինայի զարգացումներին։ Ջրահեռացման հարցը թոփ թեմա Երևանում, երբ կլուծվի անլուծելի խնդիրը։ Դատական նիստը կա, վկաները չկան, անվերջանալի դատավարությունները։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանի բարձր հարստացված ուրանի մեծ մասը մնում է երկրում։ Ռաֆայել Գրոսիի խոսքով տեղեկատվության դեֆիցիտ կա, ինչը չտարածման տեսանկյունից չափազանց բացասական է։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը հանգեցրել է Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ոչնչացմանը եւ այդ ոլորտում նրա կարողությունների զգալի հետընթացին։ Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի կարծիքով, իրենց ձեռք բերած առաջընթացը այն է, որ բոլոր հարցերը այժմ բացահայտ քննարկվում են, սակայն խաղաղ կարգավորման բացարձակ վստահություն չկա։ Փոխնախագահի խոսքով քննարկվում է Զապորոժիեի ատոմակայանի համատեղ վերահսկողության հնարավորությունը, ինչպես նաև Ուկրաինայում ռուսների կարգավիճակը։ Եվ կրկին տեղական լուրեր, ջրահեռացման համակարգի խնդիրները մայրաքաղաքում շարունակում են չլուծված մնալ։ Քաղաքապետի գլխավոր խորհրդականը հայտնել է, որ Երևանի 21 հասցեներում աշխատանքները ամբողջությամբ ավարտված են։ Մուշական թաղամասում անհատական միացումների աշխատանքը կտեղափոխվի փետրվար։ 2026-ին կառավարությունը մոտ 2 միլիարդ դրամ կհատկացնի կոյուղատար ցանցի կառուցման համար։ Խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից, անկախ այն բանից ձանտեղումներ կան չկան, մինուս ջերմաշան է գրանցում գիշերը, բոլոր ավտոլովածման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Ամբողջովին պատրաստ լինող ռեսուրսները, պարոն քաղաքապետ, խնդրում եմ ձեզ ձեր խիստ հանձնարարականը այս ուղղությամբ։
Երևանում հատված ծառերը չեն կատարել որևէ գործառույթ, փոխարենը մայրաքաղաքի առանցային էլ սակավ կանաչ հատվածներում տարածք են զբաղեցրել, դառնալով վնասատուների տարածման աղբյուր, հայտարարել է կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՕԱԿ-ի տնօրենը։ Ըստ Բեգոյանի, փտած ծառերը բնակչության համար ունեցել են բարձր վտանգավորության աստիճան, արմատային համակարգերը խարխլված են եղել։ Ճիշտ է սովետական միության փլուզումից հետո այդ տնտեսական ճգնաժամի տարիներին մեզ հայտնի շատ կանաչ տարածքներ հիմա մեր քաղաքացիները կարող են մտածել, բա տեսեք այստեղ կար, բայց չեք վերականգնել, օրինակ Նոր Քմարաշի երբեմնի այգիները, որքանով որ հնարավոր է եղել, մենք վերականգնել ենք։ Այնտեղ եղել է 20 հեկտարին հասնող, մենք վաճառված են եղել արդեն այդ հողերը նախկինում եւ ամբողջ շինարարության տակ, ինչը դեռ քաղաքապետարանի տիրույթում է եղել, այդ 7 հեկտար մենք նույնպես վերականգնել ենք։ Մեր երկրում հանցավորության աճ է նկատվում, սա պայմանավորված է նաև այն բանով, որ մի շարք արարքներ այժմ քրեականացվել են։ Սա էլ իր հերթին դատարանների ծանրաբեռնվածության է ստեղծել, արդյունքում մի դատական գործը կարող է ձգձգվել տարիներով։ Ինչ է արվում այս խնդիրը լուծելու համար, ժամի անդրադարձը։ Կարող եք պատկերացնել, որ մահաթուն դատեն 10 տարի, այդ ընթացքում փոխվի գործը վարող 6 դատավոր և դատական պրոցեսը դեռ շարունակվի։ Այո, կա նման դեպք Հայաստանում, ասեմ ավելին, Հայաստանում կան նման դեպքեր։ Քրեական հանցագործությունների առնչությամբ դատավարությունների մի կյանք ձգձգման որոշ պատճառներ կան։ Այդ պատճառները տարիներ շարունակ չեն վերանում։ Ողբերգական կարող եմ գնահատել վիճակը, ինչու, որովհետև այս պահին արդեն դատաների գերծանրաբեռնվածությունը այնպիսի պիկի է հասել, որ մենք քրեական վարույթով ամիս ու կեսից 2 ամսվա մեջ ունենում ենք մեկ լավ առավելագույնը 2-ից, դա եթե մեծ հաջողություն ունենանք։ Պատճառներից մեկն օրինակ վկաների չներկայանալն է դատական պրոցեսին։ Իրավապահները հաճախ չակելտավոր ասած չեն կարողանում հայտնաբերել գործով անցնող վկաներին և վերման եթերակել դատարանի պահանջով։ Ես գործեր ունեմ, որ վկա կա, եթե չի ցանկանում այդ դատական նիստին գալ, ինքը տարիներով կարող է այդ նիստին չգալ։ Իսկ ինչու են դատավորներն այդքան ծանրաբեռնված։ Պատճառը հանցավորության աճն է, այսինքն քանակապես ավելի շատ գործ է սկսել մուտք գործել դատարան։ Մյուս կողմից ավելացել են արարքները, որոնք գնահատվում են որպես հանցանք։ Նոր հանցանքներ ենք քրեականացնում, դա իր հերթին, այո, բերում է հանցավորության աճի, որովհետև հանցագործների շրջանակը էապես ընդլայնվում է։ Պետությունը որոշել է պայքարել դատական պրոցեսների ձգձգման դեմ։ Ոչ, հանցավորության թվաքանակի նվազման դժվար հասնի մոտ ժամանակները։ Դրա փոխարեն սահմանվել է քրեական գործով դատաքննության ժամկետ։ Վերջերս հանրության դատին ներկայացված օրինագծով սահմանվել է, որ այն պետք է տևի 1 տարի։ Հիմնավոր պատճառների առկայության դեպքում այս ժամկետը կարելի է 3 անգամ երկարացնել մեկական տարով։ Պատկերացրեք դատավորները սկսեն արագ ինչ-որ բարդ գործերը քննել, որը 1 տարուց ավելի երկար ժամանակ էր պահանջում օբյեկտիվորեն։ Ասեն դե լավ, հետո վերաքննիչ դատարանը կնայի, եթե սխալ եմ արել։ Սա ոչ թե ողջամիտ ժամկետի պահպանում է, սա կարող է դառնալ թե դատաքննության մի նոր տեսակի խախտում։ Ոնց ենք մենք պատկերացնում, որ դատարանը պետք է 1 տարում գործ ավարտի։ Դա իրատեսական չէ։ Ինչ վերաբերում է այդ ժամկետները դատանի պատճառաբանված որոշման հիման վրա երկարացնելուն։ Ասեմ, որ այդ ժամկետները միշտ երկարացվելու են։ Եվրադատարանը ժամանակին բազմաթիվ նախադեպային վճիռներ է կայացրել դատաքննության պրոցեսի ձգձգման հետ կապված, որոնցում մատնանշել է, թե ինչպես են դրանով խախտվում մարդու հիմնարար իրավունքները։ Ինքը չի դնելու խորանա տեսնի դե ձեր մոտ այս տարի բյուջեով այսքան սրան եք հատկացրել, լավ կներ սրան, այդպիսի հարցեր ինքը չի բարձրացնի։ Ասի դու պետություն ես, ստորագրել ես կոնվենցիան, մենք ունենք չափանիշներ, ոչ մեկի համար բացառություն չենք անելու։ Հետևաբար բարի եղիր, պաշաճ շրջանքեր գործադրի, որ այս խնդիրը քո մոտ արկա չլինի։ Առաջնային խնդիրն ըստ մասնագետների դատավորների կազմի ավելացումն է։ Դատավորների այսօրվա թիվը չափազանց փոքր է եղած գործերի տակից դուրս գալու համար։ Հաջորդ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ քաղաքական։ Ըստ փորձագետների, քանի դեռ քաղաքական ենթատեքստով գործեր են մտնում դատարան եւ բնականաբար առաջնային նշանակություն ստանում դատական իշխանության համար, քրեական գործերը հարյուրներով շարունակել են չակերտավոր թթվել դատարանի պատերի ներսում։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Թափառող շների հարձակումների մասին լուրերն ու բողոքները հաճախակի են փոթորկում սոցիալական ցանցերը։ Ինչ անել, երբ հարձակվել է շունը, եթե փորձես կոշտ պաշտպանվել, կարող է ճաղերի հետևում հայտնվես, գումարած համացանցում կքարկոծեն։ Թեմային Սվետլանա Ավդիշյանի անդրադարձը։
10,000-ից ավելի դեպք 10 ամսում։ Կենդանիների կողմից մարդկանց տուժելու դեպքերի թիվը տարեց տարի աճում է։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 10,150 դեպք, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Տուժածներից 3481-ը մինչև 18 տարեկաններն են, ինչը գրանցված դեպքերի շուրջ 1/3-ն է։ Իդեպ պարզվում է խնդիրը հատկապես սուր է գյուղական համայնքներում։ Գրանցված դեպքերից 3141-ը արձանագրվել է գյուղերում։ Խանութ գնալու ընթացքում էր, փողոցում վստահ հանգիստ անցնում էի, շանը տեսա, բայց ագրեսիվ որևէ վարքագիծ չնկատեցի ու կողքով հանգիստ անցա, մտքովս էլ չանցավ, որ կհարձակվի։ Հարձակվեց, թռավ, ոտքս բռնեց, կառքին կծեց, մի քանի րոպե պոկվել չէի կարողանում։ Շատ վախեցա, հիմա նույնիսկ երեխաներիս մենակ խանութ գնալ չեմ թողում։ Հետաքրքրական է, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին կենդանիների կողմից տուժելու դեպքերի թիվը 8861-ն է եղել, 2023 թվականի նույն ամիսներին 6919-ը։ Մասնագետները չեն հերքում իրավիճակի լրջությունը, սակայն ընդգծում են ներկայացված տվյալները ամբողջական պատկեր չեն տալիս։ Դրանցում հստակեցված չէ, թե դեպքերից քանիսն են կապված տեր ունեցող, կիսատեր կամ թափառող կենդանիների հետ։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, շատ դեպքերում երեխաները պարզապես չեն կարողանում ճիշտ արձագանքել կենդանու ագրեսիվ վարքին, ինչն էլ մեծացնում է վնասվելու վտանգը։ Շատ դեպքերում կարա կենդանու բնազդային ինչ-որ բանից էլ լինի, մոխմակային հոգեբանություն լինի եւ այլն, ես չեմ ասում, որ երբեք շները անտեղի չեն հարձակվում։ Պատահում է նաեւ, որ իրենց բնազդային տարբեր կանչերից ելնելով, այո, կարող են եւ պաշտպանել իրենց տարածքը զույգին կամ ձագերին։ Բայց ավելի շատ մարդկային գործոններ մենք շներին ընկալում ենք որպես վտանգ, երեխեքին սովորացնում ենք քարով խփի, քացով խփի, իսկ շունը ինքը բնազդային էակ է։ Եթե իրան մի երեխա խփեց, ինքը հետո չի տարբերելու այդ երեխուն։ Իր համար երեխա հասկացությունը լինելու է վտանգ։ Եվ այդ ֆոնին ինքը կարող նաև այլ երեխաների վրա հարձակվի։ Կենդանապաշտպանները պնդում են, թե թափառող կենդանիների ոլորտում բավարար եւ արդյունավետ աշխատանք չի իրականացվում։ Խնդիրները վերաբերում են նաև սինանտրոպ եւ վնասատու համարվող կենդանիներին, մասնավորապես առնետներին, ինչն ուղղակիորեն կապված է աղբի վերամշակման եւ կառավարման բացերի հետ։ Նրանց գնահատմամբ իրավիճակը օրեցօր ավելի է սրվում։ Ինչու չեք կարողանում եք վերջապես թվով ամենափոքր եւ ծավալներով ամենամանր խնդիրը թափառող կենդանիների վերջապես մեր երկրում լուծել։ Գիտականորեն հիմնավորված եւ գործնականում ապացուցված միակ տարբերակը ցանկացած կենդանիների եւ հատկապես թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման դա զանգվածային ստեղծման խնդիրն է։ Դա միայն կենդանիների բռնել եւ ստեղծելը չէ, դա նրանց հաշվառումն է, գրանցումն է, ճճված հապումն ու պատվաստումն է։ Մարդու համար վարքի տեսանկյունից անվտանգ կենդանիների տարածք վերադարձնելն է։ Թեև վերջին 2 տարիներին Հայաստանում մարդկանց մոտ կատաղության դեպքեր չեն արձանագրվել, 2025-ին գրանցված 2 դեպքերը լուրջ ազդակ են հանրային առողջապահական համակարգի համար։ Օրեցօր սրվող խնդրի կանխարգելումը պահանջում է համակարգված ու պատասխանատու մոտեցում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ Վիրահատական նշտարը ռոբոտի ձեռքին առաջին անգամ մարդուն ռոբոտն է վիրահատել եւ Երևանի փոսերից մինչեւ արտաքին գովազդ AI-ի թիրախում։ Մետեո աշխարհ կայուն երկինք ավելին հաջորդ հիվ։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Եթե տարիներ առաջ մարդու ձեռքով ստեղծված ռոբոտը կարող էր տարաբնույթ գործողություններ կատարել, բարդ հարցերի պատասխանել ու զարմացնել, ապա այսօր արդեն ռոբոտը մարդու ձեռքից վերցնում է բժշկական նշտարը եւ ինքնուրույն վիրահատություններ կատարում։ Սա Հայաստանում արդեն իրականություն է։ Հայ բժիշկների վերահսկողությամբ ռոբոտը վիրահատություն է կատարել։ Մարդու ձեռք չի դիպել 3 վիրահատությունների ընթացքում։ Ամեն բան արել է ռոբոտը։ Հյուսվածքները նուրբ անջատել, կարել է բարձր պրոֆեսիոնալ բժշկի պես։ Հայաստանում այլևս իրականություն է ռոբոտային վիրահատությունը։ Առաջին անգամ օրեր առաջ են կատարել։ Այն համարվում է աշխարհի ամենանորարար բժշկական տեխնոլոգիաներից մեկը։ Վիրահատությունն իրականացվել է բարձրակարգ մասնագետների կողմից հատուկ ռոբոտային համակարգի օգնությամբ։ Բժիշկը վերահսկում է ռոբոտի շարժումները, ապահովելով առավելագույն ճշգրտություն ու անվտանգություն։ Համակարգը բաղկացած է 3 հիմնական ու 1 փոքր հատվածներից։ Վիրաբույժն ինքն է ղեկավարում ռոբոտի ձեռքերը։ Մյուս համակարգը հնարավորություն է տալիս վիդեո տարբերակով տեսնել վիրահատությունը, ապահովելով լույսի աղբյուրը, էլեկտրոբուժական սարքավորումները։ Հնարավորություն է տալիս միլիմետրի
ճշգրտությամբ իրականացնել ամենանուրբ շարժումները 3D տեսողական եւ դաշտում եւ բավականին մեծ խոշորացմամբ, ինչը թույլ է տալիս տեսնել անգամ ամենանուրբ նյարդաթելերը, ամենանուրբ անոթները, բնականաբար նվազեցնելով վիրաբուժության հետ փոխկապակցված ռիսկերը։ Բժիշկների խոսքով Հայաստանում ռոբոտային վիրահատություն կատարելու գայթակղիչ միտքը ծագել է դեռ տարիներ առաջ։ Արտերկրում վերապատրաստման ընթացքում հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպել են ռոբոտային համակարգին ու մտադրվել Հայաստանում էլ պետք է լինի։ Համակարգը թերևս աշխարհում այն եզակի համակարգերից է, որի վրա իրականացվել է ամենահեռավար վիրահատությունը եւ մասնագետը, որը ունի այ վիրաբուժական պլատֆորման, կարող է Շանհայից, Մոսկվայից, Բրյուսելից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկացած կետից, Բրազիլիայից անգամ իրագործել 5G գերարագ ինտերնետի միջոցով վիրաբուժական գործողություն։ Առաջին 3 վիրահատությունների համար ընտրվեցին 3 տարբեր մասնագիտություններ ու անցան գործի՝ վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա։ Մասնագետները ձևավորեցին ռոբոտի թիմն ու գնացին վերապատրաստման Բելգիայում, Շանհայում ու ռոբոտի համաշխարհային կրեդիտավորված լիցենզավորված կենտրոնում։ Ստացան ռոբոտի հետ աշխատելու լիցենզավորում մարդկանց վիրահատելու համար։ Բժիշկը պատմում է, այլ կլինիկայում է ախտորոշվել իր վիրահատված բուժառուն, ով սոնոգրաֆիա է անցել, որից հետո էլ ուռուցք է հայտնաբերվել։ Սկզբից իհարկե ինքն էլ էր ասում, որ բժիշկ ջան, ես քեզ եմ վստահում, ես չգիտեմ ռոբոտն ինչ է, հետո երբ որ բացատրեցի, շատ ուրախացավ եւ ցույց տվեցի վիդեոները, որ աշխարհում ամենավերջի թրենդն է, սրանից այլ բարձր զարգացվածության աստիճան վիրաբուժում չկա, շատ ուրախացավ հիվանդը, որ ինքը շանս ունի Հայաստանում լինելով վիրահատվել ռոբոտով եւ ստանալ այդպիսի բարձրակարգ բուժօգնություն։ Վիրաբուժության ոսկե ստանդարտ համարվող այս ձեռքբերումը բժիշկների խոսքով կարևոր քայլ է ոչ միայն բժշկության, այլև գիտատեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից։ Մասնագետները հույս ունեն, որ այն նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առողջապահական համակարգի համար։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Արենի մեկ քարայրը շուտով նաև թանգարան կունենա, հնագիտական բացառիկ այս հուշարձանը աշխարհին նորովի ներկայացնելու համար Արենի մեկի ղեկավարությունը համագործակցություն է սկսել Viva-ի հետ։ Հայաստանի հազարամյակների պատմությամբ այս հուշարձանը կդառնա աշխարհի տուրիստական քարտեզի ամենահին կետերից մեկը։ Դրանք շատ կարևոր երկրաբանական գոյացություններ են եւ զարմանահրաշ, որոնց հասակը շուտով մենք կիմանանք։ Պահպանել երկրի հնագիտական ժառանգությունը եւ համամարտկային նշանակության գտածոներն աշխարհին ներկայացնել գիտահեն տուրիզմի միջոցով։ Viva-ն եւ Արենի 1 քարայր գիտահետազոտական հիմնադրամը սկսել են համագործակցել Հայաստանում քարայրային առաջին թանգարանը ստեղծելու համար։ Բոլորը իսկապես գիտական շատ կարևոր արժեք ունեն եւ նաեւ ճանաչողական։ Ուշադրության կենտրոնում է նաեւ Արփագետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները, հայտնաբերված գտածոներից մինչեւ ենթակառուցվածքների զարգացումը մեկ շղթայով ներկայացնելու լավագույն տարբերակը մեկ կետից կառավարվող եւ անվտանգային համակարգով ապահովված քարայրային թանգարան ստեղծելն է։ Viva-ն աջակցելու է հենց այդ հարցերում։ Այս ծրագրի նպատակն ավելին է, քան Արենի 1 քարայրում թանգարան ստեղծելը կամ դրա կառավարման համակարգն ու անվտանգությունը ապահովելը։ Մեր գործընկերության անկյունակարը հնագիտական ժառանգության պահպանման միջոցով գիտահենք տուրիզմը զարգացնելն է։ Մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող հետևողական վերաբերմունքը թույլ կտա ապահովել ամբողջական շղթա, պեղումների միջոցով կարևորագույն նյութերի հայտնաբերման, դրանց ներկայացման եւ ենթակառուցվածքների զարգացման միջև։ Եզերքի կենտրոնում պատկերված է Արեգակը, որը շրջապատված է վիշապոցով։ Նյութական ու հոգևոր մշակույթների կապը ներկայացնող Արենի 1 քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող հազարավոր գտածոներ։ Հայտնաբերված գունազարդ կարասն այս պահի դրությամբ ամենակարևորն է համարվում։ Այդ եւ համաշխարհային արժեք ներկայացնող այլ գտածոների ցուցադրության համար քարայրում ստեղծվելու է 2 դահլիճից բաղկացած թանգարան։ Թանգարան ստեղծելը դա բավական դժվար գործ է, որտեղ խնդիրը միայն ցուցափեղկերի մեջ չէ, այլ մշակել այն կոնցեպտը, որով այդ իրերը պետք է ցուցադրվեն։ Հիմա այստեղ Viva-ի մեծ օգնությունը նա է, որ մենք ամբողջությամբ միանգամից կահավորում ենք թանգարանը, մենք կգնանք անընդհատ ցուցադրությունը փոփոխելու, թարմացնելու, ինչ որ թեմատիկ ուղղվածություն տալու ճանապարհով,
որովհետև Արանից գտնված են 100,000-ավոր գտածոներ։ Այս տարածքն ի դեպ ժամանակին եղել է օվկիանոսի տակ եւ ցամաքի վերածվելու արդյունքում է, որ շերտերում պահպանվել է բացառիկ պատմությունը մարդկության ձևավորման վաղ փուլերից մինչեւ մեծ օրեր։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը Մայր Հայաստանում բնակարան է գնում Երևանամերձ Կոտայքում, երկրորդ տեղում մայրաքաղաքն է, ամենաքիչը Վայոց ձորը։ Այս եւ օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմում է ներկայացրել 9284 ընտանիք։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ի դրությամբ 3794-ը ստացել է հավաստագիր, իսկ 5490 ընտանիքի դիմում մերժվել է։ Ընդհանուր առմամբ հավաստագրերից իրացվել է 1626-ը, ամենաշատը Կոտայքի մարզում 379 հավաստագիր։ Երկրորդ տեղում Երևանն է 311, իսկ երրորդում Արմավիրը 270։ Ամենաքիչը հավաստագրերն իրացվել են Արագածոտնում եւ Տավուշում 40-ական եւ Վայոց ձորում 26։ Երևանի կանգառներում տեղադրվել են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառին։ Այս մասին հայտնի է դարձել քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։ Նշվել է, որ ներկրվել է 42 չվացուցակ, 35-ն արդեն գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն։ Ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով եւ ներդրված արհեստական բանականության համակարգով ստանում ենք Երևանի փոսերի վերաբերյալ տվյալներ։ Գործակարգավարականի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետը։ Ավինյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ձեռք են բերելու լիդար սարքավորումներով ավտոմեքենա, որը բոլոր փողոցներով շրջելու է եւ արձանագրելու է մայրաքաղաքի ասֆալտի վիճակը, կուտակվող աղբը, ապօրինի գովազդները եւ այն ամենը, ինչը կծրագրավորվի։ Արձանագրված խախտումների վերաբերյալ պատասխանատու տնտեսվարողներին անմիջապես կուղարկվի ծանուցում։ Կրթության նախարարը անդրադարձել է այբենարաններում Մեսրոպ Մաշտոցի նկարի բացակայության շուրջ առաջացած քննարկումներին։ Լրատվամիջոցի հետ զրույցում նա նշել է, որ Մաշտոցին թաքցնելու միտում չի եղել եւ համաձայն է այն քննադատության հետ, որ հնարավոր էր նրա պատկերն ընդգրկել դասագրքում։ Նախարարի խոսքով, քանի որ այբենարանները տպագրվում են ամեն տարի, հաջորդ տարվա սեպտեմբերին դպրոցներում կլինեն այբենարաններ, որտեղ թղթի վրա կլինի Մեսրոպ Մաշտոցի պատկերը։ Նշենք, որ այբենարաններում տեղ չի գտել Մեսրոպ Մաշտոցի նկարը, որը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում։ Այսօր ժամը 8:30-ի սահմաններում Շիրակի մարզի իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Գյումրիում ժողովրդին հայտնի խոհարարական զորամասի հարևանությամբ Լալայան փողոցի տներից մեկի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, մահացածը Շիրակի մարզի 51-ամյա բնակիչ է, որի մարմնի վրա դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, ինչը ենթադրում է, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանները Լոռու մարզում են հայտնաբերել կասկածյալին եւ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել Շիրակի մարզի քրեական վարչություն։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, ինչպես միշտ Լիլի Հովերի մեկնաբանությամբ։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 1-ից 6 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 4-ից 8, Լոռիում 7-ից 10, Տավուշում 10-ից 13 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 4-ից 8, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 9-ից 12, Սյունիքի նախալեռներում 6-ից 9 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 3-ից 5 աստիճան ցուրտ, ցերեկը 5-ից 7, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։